Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մենք ժգրիտ եւ հավաստի բանալաբանումներ, իհարկե ամենից ամենանևողջին։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաասխային շքերթը, որը վարում եմ ես, Լիաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենախորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենախորագրի շրջանակում հայտնվեցին Կարեն Մոլիտվինը, Ջուսը, Լև Նալբանդյանը եւ Ալինա Ավետիսյանը։ Գուշակելու են նրանք Օվենախորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենախորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Բայց այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ ամենից ամենաաստղային հորոսկոպներ։ Հայտնի փաստ է, որ մարդկանց մեծամասնությունը, եթե կուրորեն չի հետևում հորոսկոպին, ապա գոնե ծանոթանում է այն հիմնական դրույթներին, որոնք խորհրդանշում են տվյալ տարին, ամիսը եւ այլն եւ այլն։ Էլ չասեմ աստղակերպի նշանի եւ թվագիտության մասին։ Այսպես օրինակ 2026 կարմիր հրեղենձի ու տարին համաձայն արևելյան օրացույցի խոստանում է լինել դինամիկ եւ լի փոփոխություններով, որովհետեւ ձին ըստ էության խորհրդանշում է ազատություն, արագություն եւ կտրուկ համարձակ որոշումների կայացում։ Ավելին, 2026 թվականը համաձայն թվագիտության մեկ թվանշանի տակ է, դա նշանակում է, որ սկսվում է նոր ցիկլ եւ սա բարենպաստ պայմաններ է նոր ստեղծագործությունների, տեխնոլոգիաների եւ սեփական անձի ինքնակայացման ու ինքնահաստատման համար։ Մի խոսքով թեման իսկապես շատ հետաքրքիր է ու այսօր մենք փորձելու ենք հասկանալ, թե որքանով հորոսկոպը ինտեգրվել է մեր այսօրվա շքերթի մասնակիցների կյանքի մեջ։ Հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Ես ունեմ իմ ուրույն կարծիքը հորոսկոպի եւ աստղագուշակության վերաբերյալ։ Սակայն չեմ քննադատում այն մարդկանց, որոնք հավատում են աստղագուշակությանը, քանի որ այն խորին համոզման եմ, որ հավատքը հզոր ուժ է, որը կյանքի է կոչում ամենաանհավանական բաները։ Զինա Թորոսյան։ Հիշում եմ, որ հայրական տանս ունեինք մի գիրք, եթե չեմ սխալվում, Եփրեմ Վերդի։ Հետագայում ավելի շատ հանդիպել եմ Եփրեմ Ասորի, բայց ոչ Եփրեմ Վերդի, բայց գրքի վերնագիրը շատ լավ հիշում եմ։ Եվ առաջին հորոսկոպը հենց այդ գրքի մեջ եմ տեսել զետեղված։ Այն տարիքին էի, որ հազիվ էի բառերը կպցնելով կարդում, բայց շատ լավ հիշում եմ, որ հենց Քրիստոսի ծննդյան թվի հետ, այսինքն դեկտեմբերի 24-ի լույս 25-ի ծննդյան հետ հետաքրքիր մի բառ կար, թող արդար լինի եւ գեղեցիկ ամենայն մարդ, որ կծնվի այս օրը։ Արդյոք սա հորոսկոպ է թե ոչ։ Գուցե ոչ, իսկ գուցե այո, սակայն կա մի բան, որ իմ համար հաճելի է։ Ինչու՞, որովհետեւ ես հենց այդ օրն եմ ծնվել եւ երևի հենց դրա համար էլ մտապահել եմ։ Դժվար է ինձ հավատալ հորոսկոպներին ամբողջապես։ Սակայն ինչ-որ բան երբեմն այո համընկնում է, ինչու ոչ։ Չեմ ուզում նաև քննադատ լինեմ այն մարդկանց, ովքեր հավատում են կամ կուրորեն տրվում են այդ զբաղմունքին։ Նույնիսկ իմ սեփական զոդիակի նշանի կամ իմ կենդանակերպի նշանի հետ ես երբեմն համընկումներ տեսնում եմ։ Երբեք չեմ ցանկանա, որ մարդը ամբողջապես եւ լիովին կախված լինի մի տեսակետից, մի կարծիքից։ Կուզենա, որ մարդը ավելի շրջահայաց լինի եւ ավելի շատ իր հույսը դնի իր վրա, ոչ թե հորոսկոպների։ Спасибо тебе, гороскопчик. Вот так попал я. Որքան եմ ես ինձ նմանացնում կենդանակերպի այն նշանին, որի տակ կարծեք թե ծնվել եմ, այդ եղջյուրն է, այո, զարմանալի կլինի, եթե ասեմ, որ նմանեցնում եմ շատ։ Բացառությամբ այն պահերին, երբ որ ասում է, որ այդ եղջյուրը բոլորովին զգացմունքներ չունի եւ այդ եղջյուրը չափից դուրս սառն է։ Դրա հետ չեմ կարող համաձայնվել։ Ես ինձ շատ խոր զգացմունքային մարդ եմ համարում, սակայն այն մարդը, որը երբեք իր զգացմունքները պարզապես ի ցույց չի դնում։ Ես կարող եմ ձեզ նույնիսկ ասել, թե որ նշաններն են իմ համար ավելի համակրելի։ Համակրելի է օրինակ խեցգետին է, այրուց տղամարդի, ցուլը երևի, այո, ծիլեցը, զկները, որովհետև երբեմն ես նրանց տեսնում եմ անպաշտպան եւ շատ խորը, շատ հուզական։ Ես համակրանքով եմ վերաբերվում կարիճներին։ Սակայն այն ինչ որ նկարագրվում է կարիճների մասին, ոչ միշտ է ինձ իրականություն թվում։ Հնարավոր է, որ շատ դժվարությամբ ձևավորում եմ իմ վերաբերմունքը երկու իրակների հանդեպ։ Զինա Թորոսյանն անկեղծ խոստովանում է, որ նումերոլոգիան թվագիտությունը աստղագիտության ավելի ստույգ ուղղությունն է, որն ինքը հասցրել է խորը ուսումնասիրել տարիներ առաջ եւ համոզվել, որ թվագիտությունը իսկապես մեր իրականության անբաժան մասնիկն է։
Ուսումնասիրել եմ այն ժամանակներում, երբ դերևս կոպիտ ասած մոդայի մեջ չէր, դա 2005-2006 թիվն էր։ Հենց այն ժամանակ, երբ որ շատ քիչ բան էր մնում ինձ հավատալու, եւ ես ուզում եի իրոք գտնել մի բան, որը ինձ հաճելիորեն կուրախացնի, որի մեջ ես կգտնեմ նորություն։ Եվ այդ իմ ուսումնասիրությունները տևեց առնվազն 5 տարի։ Կարծեմ արդեն բոլորը գիտեն ոնց պետք է թվերը ստանալ։ Այսինքն ամբողջ աշխարհի համար տարին, ասենք, համար 1 թիվն է, դա մենք ստանում ենք, ասենք, թվերը գումարելու հաշվին։ 2026 բոլոր թվերը գումարելով մենք ստանում ենք 1 նշանը, սա տարվա պերսոնալնի անհատական թիվն է։ Սակայն յուրաքանչյուր մարդ ունի նաև իր անհատական օրացույցը, սկսած այն պահից, երբ որ գալիս է երկիր մոլորակ։ Սա իրոք իմ ուսումնասիրություններն այն ամենը, ինչ որ գտել եմ ամերիկյան հոգեբանների մասնագիտական գրքերի մեջ։ Սակայն այս ամեն ինչը տրված է ի օգնություն մարդուն։ Նա չի ասում դու այսպեսին ես, միշտ այս հարցերին այսպեսի լուծում կտաս, այլ ասում է, եթե քո համար քո անձնական օրացույցի 5-րդ տարին է, ինչու է միշտ կանգ առնում 5-րդ տարու վրա, որտեղ ինչքան էլ զարմանալի լինի, իմ կյանքի 2-5 տարիների մեջ ես դա ստուգել եմ։ Մեկը դա 2003 թիվն էր։ Մեկը բացահայտ ձևով ասում է այն մասին, որ 5-րդ տարին շատ լավ ժամանակ է նպատակները կատարելու, շատ լավ ժամանակ է, որպեսզի դու առաջընթաց ունենաս, սակայն զգուշ, որպեսզի քո կատարած քայլերը չխանգարեն ուրիշների շահերին։ Եվ պատկերացրեք 2003 թիվը այն թիվն էր, որ ես լուրջ հնարավորություն ունեցա շատ իմ նպատակներ իրագործեմ եւ շատ լավ սկիզբ դնեմ ինչ որ գործունեության, որը մինչեւ այդ միայն մտածում էի։ Սակայն հաջորդ անգամ, երբ որ իմ մոտ եկավ իմ 5 առանձնահատուկ թիվը, մոռացել էի, որ պետք է իմ շահերը չխանգարեն ուրիշներին եւ կարծեք թե այո, իմ շահերը խանգարեցին ուրիշներին։ Դա 2012 թիվն էր, որը ինձ առնվազն 5 տարի ներքաշեց տարբեր տեսակի դատական process-ների մեջ։ Հաշվի առնելով Զինա Թորոսյանի խորը գիտելիքները թվագիտության մեջ, մենք ամենից ամենաամբողջ ստեղծագործական թիմով խնդրեցինք մի փոքր մեկնաբանել, թե ինչ է ըստ թվագիտության բերում իր հետ 2026 թվականը։ 2026 բոլոր թվերը գումարելով մենք ստանում ենք 1 նշանը, սա տարվա պերսոնալի անհատական թիվն է։ Սակայն եթե մարդը գումարում է իր ամիսը, իր օրը եւ գումարում է այդ տարվա երկիր մոլորակին ուղեկցող թվային օրացույցի նշանը, ինքը ստանում է մի նոր թիվ իր համար։ Օրինակ, եթե մարդը գումարեց իր ծնված ամիսը եւ իր ծնված օրը, արդյունքում ստացավ 2, գումարեց 2026 թվի պերսոնալ թիվը, որը 1 է, ուրեմն տվյալ դեպքում այդ մարդու համար օրացույցային 3-րդ թիվն է։ Ընդ որում դա տարվա նշանն է, հետո կան ամիսների նշաններ եւ կան նույնիսկ օրերի նշաններ։ Այսինքն այս թեման իրոք շատ ծավալուն է։ 1 թիվը ամեն ինչի սկիզբն է։ 1 թիվը խորհրդանշում է խիզախումը, փոխվելու ինչ որ նոր ձևով սեփական անձը տեսնելու մարդու հնարավորությունը։ 2 թիվը շատ հակասական է։ Եթե 2 թիվը առաջանում է 2 մեկերի գումարումից, ավելի լավ է այդ 2 մեկը չգումարել եւ թողնել 11։ 11-ը դա հանրօգուտ աշխատանքի համար հարմար ժամանակ է, բայց 2-ը ավելի հանգիստ էներգիա ունի։ Պետք է ավելի շատ հարմարվել մարդկանց, անել ավելին, քան քեզանից սպասում են։ Տեսեք, 2 թվերը խորապես իրարից տարբերվեցին հենց իրենց արժեքային ոնց որ արտահայտությամբ։ 3-ը յուրաքանչյուր մարդու համար ուրախության տարի է։ Սակայն յուրաքանչյուր մարդ պետք է նկատի ունենա, որ ուրախության ժամանակ կարևոր են բոլոր մարդիկ եւ 3 տարվա էներգիայի մեջ երբեք չպետք է անդրադառնալ բացասական կողմերին, պետք է բաց թողնել բոլոր բացասական բաները եւ այդ դեպքում իրոք ուրախությունը կգա մարդու կյանք։ 4 թվի համար նույնիսկ գրված է, որ այս տարվա աշխատանքը երբեք չի կորի։ Դա այն ժամանակն է, երբ որ ցանկացած գործ կարելի է անել եւ այդ գործը արդյունք կունենա։ 4 թիվը նույնպես ունի 22 թիվ եւ 4։ 22-ը կարելի է միացնել դարձնել 4, իսկ 22-ը առանձին ունի իր համար նույնպես էներգիա։ 22 թիվը մեզ հորդորում է եւ համոզում, որ եթե մենք այս թվի տակ համապատասխան ձևով մեզ պահենք եւ պատկերացրեք դա դարձյալ հանրօգուտ աշխատանքի եւ մարդկանց ծառայելու համար է թիվը, մենք կարող ենք շատ արագ դառնալ հանրահայտ, նկատելի հասարակության մեջ եւ շատ արագ կարող ենք փոխել մեր կյանքը, եթե արդեն մի անգամ եկել ենք այնտեղ, որ ինչ որ բան կարող ենք անել անաչառ, առանց մեր շահը հետապնդելու, պարզապես մտածելով մարդկանց մասին։ 5 թվի մասին
մասին կարծեք թե ավելի հանգամանորեն պատմեցի, սակայն չասեցի, որ տարվա ամենակարևոր բառը փոփոխություն։ 6-ը մուգ կապույտ գույն ունի եւ ամենակարևոր խորհուրդը տարվա դա ուշադրություն դարձրեք ընտանիքին։ 7-ը դա ներքին ապրումների, լռության, հուզական ճշտումների, հանգստության եւ սպասումների ժամանակաշրջան է։ 8-ը իր էներգիայով շատ նման է 1-ին, ֆինանսական հաջողություններ ստեղծելու ժամանակ է, բիզնես ծրագրերի ժամանակն է, 9 մարդկային արարքների ժամանակն է եւ վերջաբանը, այսինքն որ մի բանը վերջացնելու ժամանակն է։ Շատ հաճախ 9 թվի տակ մարդուց հեռանում են այն մարդիկ, որոնք երկար ժամանակ եղել են իր կյանքում, հեռանում են գաղափարներ, որի տակ ինքը երկար ապրում է։ Այս թվի տակ շատ հեշտությամբ կարելի է թողնել օրինակ ծխելը, խմելը, բաց սովորությունները, բայց պետք չի ամբողջապես տրվել այն ամեն ինչին, ինչ որ շրջապատում կա։ Պետք է պարզապես փորձել հասկանալ, ինչ որ մի բան քո համար ինչքան կարևոր է եւ դա հետաքրքիր է թե ոչ։ Սակայն հիշեք, եթե ինչ որ մի լավ բան դուք կարողանում եք կրել ձեր մեջ, հավատալ այդ լավին եւ առաջնորդվել դրանով, իմ հոգեբանի, կլինիկական հոգեբանի խորհուրդն է այո, ինչու չանել։ Եթե դուք այդ լավ բանը հավատացիք, կրեցիք ձեր մեջ, ղեկավարվեցիք դրանով, առաջ գնացեք եւ ընդունեք այդ դրական էներգիան։ Захочешь изменить судьбу, найдешь меня. Пока давай, до свидания. Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղերին, որոնք կուրոր են հետևում են հորոսկոպին եւ այն ամենին, ինչը կանխատեսում են աստղերը, եւ կուզեմ հիշատակել հոլիվուդյան աստղ Cameron Diaz-ի անունը։ Միանգամից փաստ է, որ Cameron-ը ապրում է այնպես, ինչպես հուշում են աստղերը։ Եվ եթե ինչ-որ մի բան օրվա մեջ իր մոտ չի ստացվում, ինքը վստահ է, որ այդ օրը աստղերն իր համար բարենպաստ չէին։ Նշեմ, որ Cameron Diaz-ը աստղակերպով կույս է եւ այս նշանին բնորոշ է ամեն ինչ պահել վերահսկողության տակ եւ պատկերացնում եք, թե ինչպես է ինքը արձագանքում, եթե ինչ-որ մի բան տեղի է ունենում ոչ ըստ իր նախորոք պլանավորման։ Եվ Cameron Diaz-ը մշտապես իր սեփական օրինակով համոզվում է, որ յուրաքանչյուր մարդ համապատասխանում է իր աստղակերպի նշանին։ Հետաքրքրական է նաև, որ Cameron Diaz-ը հաճախ դիմում է աստղագուշակին Սյուզեն Միլերին, երբ պետք է կայացնի լուրջ որոշումներ։ Այսպես օրինակ, երբ ինքը պետք է գներ Beverly Hills-ում առանձնատուն, ինքը առաջնորդվեց հենց Սյուզեն Միլերի խորհրդով։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Խորհրդային տարիներին, երբ անցնում էր իմ պատանեկությունն ու վաղ երիտասարդությունը, հորոսկոպների թեման չասեմ արգելված էր, բայց տարածված չէր։ Սակայն առաջին անգամ հորոսկոպի մասին ես լսեցի իմ ուսուցչից, հենց այդ տարիներին։ Արմինե Գրիգորյան։ Մեր դպրոցի պատմության ուսուցչուհին Կարինե Գրանտովնան առաջին անգամ գարասկոպ բառը իրանից եմ լսել։ Մեզ բոլորիս հարցնում էր, որ ամսի ծնունդ եք, ասում էր դուք բոլորդ կապիկներ եք, որտեղ բոլորս նույն դասարանում ենք սովորում, նույն թիվն ենք, բայց ամիսները տարբեր եւ ամեն մեկիս ասում էր ինձ, ասում էր դու երկօրյակ ես եւ այլն։ Հետո արդեն ուսանող էի Ծունդուկյան թատրոնում Հարությունը Մովսիսյան բոլորից հարցնում էր ով ինչ նշանի տակ է ծնվել, Հարութն էլ շատ լավ գիտի հորոսկոպների մասին, ավելի շատ զարգացավ իր ժամանակ, շատերս հետաքրքրվում էինք, նայում էինք, լսում էինք։ И, наконец, стрельцы, у вас все получится, если все будете делать вовремя. Слушайте наш романтичный гороскоп завтра. Ես հորոսկոպով երկօրյակ եմ, որ տեսնում եմ, միանգամից նկատում եմ, որովհետև ասում են երկօրյակների մեջ մի քանի մարդիկ են ապրում, ես ինքս ինձնից էլ դա նկատում եմ։ Շատ հաճախ ես ինքս ինձ հետ հակասությունների մեջ եմ մտնում, մտածում եմ երևի հորոսկոպից է։ Эй, боже мой, отпусти меня. Արմինեն անկեղծ խոստովանում է, որ իր կյանքի ընթացքում ունի որոշակի ձևավորված հարաբերություններ աստղակերպի որոշ նշանների հետ։ Ավելին, չի կարող առանձնացնել, թե որ աստղակերպի նշանի հետ իր մոտ հարաբերություններ չեն դասավորվում։ Ուրիշ այլ նշաններ էլ կան, որ ես մի քիչ հետևում եմ մարդուն, մտքիս մեջ մտածում եմ, ասում սա հաստատ կարիճ է, կամ սա հաստատ ձևա է։ Տես բան կա, որ
ընդհանուր ունեն նշանները, որ տարբերում եմ։ Լևերի մասին հետաքրքիր բան կա, ասում եմ բոլոր համաստեղություններին, որ հարցնում ես ինչ նշանի տակ ես ծնվել, ամեն մեկը իրան հանգիստ ասում է։ Առյուծը միակն է, որին որ ասում ես ինչ համաստեղության տակ ես ծնվել, այսպես ասում է լև։ Դրանով արդեն տարբերում է լևը։ Я самый. Օրինակ երկորյակին ասում են երկորյակը լավ է ջրհոսի եւ կշերքի հետ։ Եվ անկախ քեզանից, երբ որ հանդիպում ես ջրհոսի կամ կշերքի, արդեն լավ ես տրամադրված, որտեղ մտածում ես, որ ինքը ջրհոս է կամ կշեր։ Իսկ խոյի մասին ով են, ասում են, որ խոյը երկորյակի հոգևոր հայրն է։ Ես նկատել եմ, ասենք, թե խոյի հետ որ ծանոթանում եմ, մի ձևի ես հարազատ բան եմ զգում ովեններից, հետո մի օր որ կարդացի այդպիսի բան ա գրած, ասի ոտանո շտո։ Իսկ տարվա կտրվածքով տարով ասացի, որ կապիկ է, կապիկները շատ լավ են վիշապի հետ եւ առներ։ Ես ասեմ նույնիսկ չգիտեմ, որ նշանների հետ եմ բա։ Ախպերս մամաս պապաս ստրիլեց, նարես լև, Նարեկս վիսի, հովիկս սկարպիոն, քուրս սկարպիոն, հարսը սկարպիոն, ամեն ինչից полный комплект կատունը։ Готовься передавать дела. А скажите, это у вас козерог? Да. Այդ ամենին Արմինե Գրիգորյանը հավելեց. Մենք բարեկամ ունենք, որ իր տղային հորոսկոպով է ամուսնացրել։ Հորոսկոպով է շփվում մարդկանց հետ։ Այդ տեսակ չի инձ մոտ, ես ավելի Աստծո կամքին եմ գերադասում հետևել եւ Աստծո տված օրով ապրել։ Ուղղակի զբաղմունք ենք որ։ Я, вот, знаете, вообще не очень в это все верю. Что? Что ты сказал? Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղերի թեման, որոնք կուրորեն հետևում են հորոսկոպին եւ այս անգամ կուզեմ հիշատակել ամերիկյան հայտնի հեղինակ կատարող Սելենա Գոմեսի անունը։ Սելենը շատ զգացմունքային անձնավորություն է եւ այդ ամենը ինքը բացատրում է նրանով, որ զգում է մարդկանց կես խոսքից եւ մարդկանց կարելի է ասել կարդում է։ Եվ հենց դրանով է պայմանավորված շատերի կարծիքով այն փաստը, որ Սելենան շատ զգացմունքային եւ խոցելի է։ Իսկ իր հարազատները խոստովանում են, որ հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ ինքը առ այսօր չի դասավորել իր անձնականը։ Սելենան հավատում է հորոսկոպներին եւ իր անձնական հատկանիշները բացատրում է հենց հորոսկոպի աստղակերպին նշանին պատկանելությամբ։ Սելենա Գոմեսը աստղակերպով խեցգետին է, իսկ խեցգետին կանայք շատ զարգացած ներքին ձայն ունեն ու Սելենան վառ ապացույցն է այդ ամենի։ Եվ այնուամենայնիվ Սելենան արդեն երկար ժամանակ ամեն օր կարդում է իր անձնական հորոսկոպը, որպեսզի հասկանա թե ինչ տվյալ օրը անել կամ չանել։ Եվ բացատրում է այդ փաստը նրանով, որ շատ հարմար է, երբ գիտես արդեն նախօրոք ինչը հարկավոր է տվյալ օրը անել, իսկ ինչը հարկավոր չէ։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Աստղակերպի նշաններով միշտ հետաքրքրվել եմ։ Ասեմ ավելի, ես աստղակերպով խեցգետին եմ, եւ ինչպես փաստում են բոլոր համապատասխան աղբյուրները, իմ նշանի վառ ներկայացուցիչն եմ։ Նազիկ Բաղդասարյան։ Աստղագուշակների հետ կապված երևույթները միշտ հետաքրքրել է ինձ ու միշտ ուշադիր եմ եղել, լսել եմ, երբ որ օրինակ հեռուստացույցով է եղել ինչ-որ ժամանակ փոքր էի, անպայման սպասում էի տեսնեի ես խեցգետնի նշանի տակ եմ ծնվել, սպասում էի տեսնեի ինձ ինչ են ասելու եւ այլն։ Հետո երբ որ սկսեցի արդեն տենց երբեմն ուսումնասիրել, կարդալ, ինչպիսին են խեցգետնիները, հասկացա, որ ես շատ տիպիկ խեցգետին եմ ու բոլոր այն մարդիկ իմ շրջապատող ովքեր հենց իմ նշանի տակ են ծնված, մենք բոլորս ունենք ինչ ընդհանուր նմանություններ, մենք ահավոր մեծ ինտուիցիա ունենք, էմոցիոնալ մեծ դաշտ ունենք, ես հեռավորության վրա ինչ-որ բաներ կարողանում զգալ։ Как ты это почувствовал? Я не знаю. Понятно. Ու նաև ասում են, որ շատ երասկոտ են, որը նաև ինձ շատ բնորոշ է, ընտանիքին շատ նվիրված են, այդ նշանի հետ գիծն էլ ինձ մեջ կա։ Ու նաև ասում են շատ ստեղծագործական են, ստեղծագործ միտք ունեն, դե դա էլ դերասանուհի եմ ամեն դեպքում, էմոցիոնալ եմ, սարսափելի, յուրաքանչյուր բան կարող եմ զգալ ու դա շատ եմ կապում հենց իմ նշանի հետ։ Նազիկին անձամբ ճանաչող մարդիկ վստահաբար կփաստեն, որ ինքն իսկապես շատ զգացմունքային, հարուստ ներաշխարհով կին է
ում ներքին ձայնին վստահում եւ հավատում են իր բոլոր հարազատներն ու մտերիմները։ Եվ այդ իմաստով հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են դասավորվում իր փոխհարաբերությունները աստղակերպի այլ նշանների ներկայացուցիչների հետ։ Երեխաները երկուսն էլ խեցգետնի նշանի տակ են ծնված ու Արտուրը ասում է՝ «Վայ, այս հուլիս ամիսը, երբ որ բոլորի ծնունդները իրար հետևից են հերիք չի, ու բոլորս խեցգետնիներ ենք էմոցիոնալ, իսկ Արտուրը երկվորյակ է։ Երկվորյակի նշանի հետ երբևէ չէի առնչվել, մինչև Արտուրի հետ հանդիպելը, իսկ Արտուրը տիպիկ երկվորյակ է, որովհետև երկվորյակները կարող են լինել շատ կտրուկ տարբեր ու դա հենց Արտուրն է, շատ կտրուկ տարբեր է։ Жирная тварь. Балабол. Пивная бочка. Մայրիկս ձկանը համաստեղության տակ է, դա եմ կարդում, փորձում ինչ-որ նմանություններ գտնել, քրոջս եմ փորձում գտնել, ամեն դեպքում ինձ հետաքրքրում է ու նման երբ որ ունեմ այդ նշանի տակ ծնված մարդկանց շրջապատումս, անպայման տենց կարդում եմ, որ հասկանամ արդյոք ճիշտ է թե ոչ ու լիքը նմանություններ գտնում եմ։ Կան նշաններ, որ ընդհանրապես չկան շրջապատումս, կշերք համաստեղության տակ ընդհանրապես չունեի ծանոթ, ընկերներիցս մեկը ասաց կշերք է, ես գնալ տանը կարդում էի կշերքները ինձ դիտին են, ամեն դեպքում չեմ այդպես տարվում, բայց հետաքրքիր է։ Знаешь, Свет, иногда просто звезды ведут нас очень странными путями. Ընկերուհիներ ունեմ, ովքեր որ խեցգետին են էլի իմ նման ու մենք իրար տենց շատ լավ ենք հասկանում։ Ձուկ ընկերուհիներ ունեմ, որ էլի շատ լավ ենք հասկանում։ Այդ եղջյուրների հետ ենք շատ լավ, որովհետև այդ եղջյուրների նշանը շատ լավ ամուր նշան եմ համարում։ Կարիճ ծանոթ չունեմ կամ եթե ունեմ չգիտեմ, բայց ինչ-որ կոնֆլիկտ չի եղել ինչ-որ նշանի հետ։ Առյուծների վառ նշան քույրս է, ինքը շատ տիպիկ առյուծ է, կարծում եմ, երբ որ կարդում եմ հասկանում ենք, որ տենց շատ նման է։ Շատ լավ է, ոչ մի խնդիր երբևէ չունեմ, իրանց եմ շատ համարում տենց պինդ ուժեղ նշան, ունեմ լիքը ծանոթ առյուծներ ունեմ, որոնց հետ էլի շատ լավ եմ։ Հա, առյուծ ես։ Ես պատմելուց մտածում եմ տեսնես Լիանը ինչ է։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղերի թեման, որոնք կուրորեն հետևում են հորոսկոպին, եւ այս անգամ կուզեմ հիշատակել փոփ դիվա Բիյոնսեի անունը։ 2003 թվականին Բիյոնսեն ձայնագրեց սինգլ, որտեղ հասկացնում է բոլորին, որ ինքը հավատում է աստղակերպին եւ երգի մեջ հիշատակվում է բոլոր 2-12 աստղակերպի նշանները։ Բիյոնսեն աստղակերպով կույս է եւ հպարտ է այդ փաստով։ Ես ուզում եմ, որ ինքը լինի աստղակերպով կույս, այնպես ինչպես որ ես, որովհետեւ այս պարագայում ինքը կիմանա ինչպես ճիշտ արտահայտել իր սերն իմ հանդեպ, երգում է երգչուհին տվյալ սինգլում։ Բիյոնսեն իր աստղակերպի վառ ներկայացուցիչն է։ Ինքը սիրում է ամեն ինչ պահել վերահսկողության տակ եւ ծայրաստիճան պերֆեկցիոնիստ է։ Ես վերահսկելու մոլուցք ունեմ ու ինձ մոտ ամեն ինչ պետք է լինի իդեալական։ Եթե ես ինչ-որ մի բան անում եմ, պետք է լինի դա լավ ու ես ինքս վստահում եմ ինձ ու փորձում եմ, որ դիմացին էլ անի ճիշտ նույնը, ինչ որ ես։ Անկեղծ խոստովանում է Բիյոնսեն։ Տեսնում եք, շարունակում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ իրենց անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։ Ես աստղակերպով առյուծ եմ եւ դրանով ամեն ինչ ասված է։ Սերգ Աբրամով։ Այդ ամեն ինչը հենց այնց չի։ Եվ հիմա մի քիչ կարող է տարօրինակ հնչի, բայց ինձ համար հավատքի հետ միասին, հա, տիեզերքի հետ կապի հետ միասին նաև զուգահեռ հավասար գնում է հորոսկոպի նշանակությունները։ Ես հորոսկոպի նշանով այրուց եմ, այդ մասին խոսալուց մի ժպիտ է գալիս դեմքից, այդ լվինի բնավորությունը կա իմ մեջ իր բոլոր լավ ու վատ կողմերով։ Չնայած լևը հիմնականում լավ կողմեր ունի, որովհետև այդ արևը, այդ կրակը, այդ տրամադրությունը, ես ունեմ տենց ծրագիր, որ ինձ մոտ գալիս է գորոսկոպը։ Ու ես դա փորձել եմ նույնիսկ, ու համոզվել եմ, что это правда։ Гороскопчик. Свои идеи отнеси той, чьей любви желаешь ты. И коль не будешь тормозить, 2 зайцев сможешь изловить. Մի կին կա Անժելա Պերն, որին շատ եմ հավատում, հավանում։ Կստати, она тоже по гороскопу лев։ Մենք լևերը շատ ուրիշ ենք։ Հիմա մի քիչ պետք է Այն բացառիկ նշաններից է, ով լեզու է գտնում բոլոր զնակերի հետ։ Եթե մեզ ճիշտ կողմից շոյեն, մենք միշտ դրուժուլյուբնի ենք, մենք միշտ գալիս ենք մոտիկ, բայց Աստված չանի մեր պոչը հանգարց տրորեն, այդ ժամանակ դառնում ենք հիշնիկ։
Ой-ой-ой, хватит, все, пожалейте, вы же меня так убьете. Ничего вас не убьешь. Товарищеский суд, пожалуйста. Իմ ուսումնասիրածից կարամ ասեմ միակ բան հաստատ վստահ, որ 2026 թվականը փայլուն ֆանտաստիկ տարի ալինելու խոյերի, արյուծների, կարիճների, երկորակների համար ոչինչ, աղենավորների համար նաև շատ լավ տարի ալինելու։ Առասարակ ձիու տարին բոլորին նախոստանում լինել լավը։ Իսկ ինչպես աստղակերպով արյուծ Սերգ Աբրամովը բնութագրում է աստղակերպի այլ նշանները եւ ինչպես են դասավորվում նրանց հետ իր փոխհարաբերությունները։ Այդ հարցին Սերգն անկեղծ խոստովանեց հետեւյալը. Խոյերի մասին բավական ինֆորմացիա ունեմ, մամասախոյ, խոյ կանայք շատ ուժեղ, հավատարիմ իրանց պրիզվանիային, դա ապացուցված բան է, որտեղ ես ընկերուհի եմ ունեցել խոյ, իմ սիրելի Ալլա Բարիսովնա Պուկաչևանա խոյ, մամասախոյ եւ բոլոր կանայք, ովքեր ինձ հանդիպում են խոյ, իմինը կանայք։ Շատ ընդհանուր բան կա, այդ ուսումնասիրելու ճանապարհին հասկացա, թե ինչի ես ու մաման շատ հաշտ ու համերաշխ ենք։ Բացի որդի ու մայր, ընկերներ ենք մենք, հետո ինքը տրոյկա է, ես շեստ եմ։ Այդ ամեն ինչը մանրակրկիտ ուսումնասիրում ես ու գալիս է այդ հարցերի պատասխանները։ Տրիլեցների հետ լեվեր օրինակ ես ինձ շատ լավ եմ զգում։ Ձկների հետ ընկերությունը ծայրահեղ է, պապասեր ձուկ։ Իրանք անպայման պիտի դրա սիտուացիան անպայման վերլուծում են, դա միլա չէ։ Սկորպիոնի հետ Պաչիմուտը միշտ ինձ հաճախ ճակատագիրը հանդիպացնում է թե աշխատանքային առումով, թե անձնական, որոնց հետ բավականին բարդ է, բայց եթե իր լեզու են գտնում Սկորպիոնի հետ այլուն եւ ընկերությունը եւ как партнёры կարան լինեն, երկուսներ ուժեղ նշան են եւ պիտի մի քիչ երկուսներ կոմպրոմիսի գան։ Ուղղակի ինտելեկտուալ ֆոնը շատ կարեւոր է, ես զգացել եմ։ Ասել եմ, այ մարդն էլ է Սկորպիոն, այս մարդն է Սկորպիոն։ Ինչի է մարդու հետ շնամություն է, այս մարդու հետ sense ընկերություն է, ու մեր պլյուսները իրար են գումարել, հատ մեծ պլյուս է ստացվել։ Դրա պատասխանն էլ արդեն գտա, որ կախված է ընդհանուր արժեքներ, դա ծիրակություն, ինչի՞ չէ, կախված է ինչքան նա одной волне։ Нашли две души и друг друга я и ты. Я и ты. Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղերի թեման, որոնք կուրորեն հետևում են հորոսկոպին, եւ այս անգամ կուզեմ հիշատակել եւս մեկ դիվա Ջենիֆեր Լոպեսի անունը։ Ջենիֆեր Լոպեսը հավատում է աստղակերպին եւ մարդկանց դասակարգում է ըստ աստղակերպի նշաններին։ Ասեմ ավելին, որ ինքը տանել չի կարող կույս աստղակերպի նշանի տակ ծնվածներին եւ իր կողքը նման կարգի մարդկանց չի պահում։ Այսպես պարուհի Heather Morris-ը պատմեց, որ Ջենիֆեր Լոպեսը քաստինգի ժամանակ դուրս հրավիրեց դահլիճից բոլոր այն աղջիկներին, որոնք ծնվել էին կույս աստղակերպի տակ։ Ջենիֆեր Լոպեսը խնդրեց բարձրացնել ձեռք այն բոլոր աղջիկների, ովքեր ծնվել էին կույս աստղանշանի տակ, հայտնեց նրանց շնորհակալություն եւ դուրս հրավիրեց դահլիճից։ Իդեպ շատ շատերը Ջենիֆեր Լոպեսի պորտքուն բնավորությունը բացատրում են հենց իր աստղակերպի նշանով։ Ջենիֆեր Լոպեսը աստղակերպով առյուծ է։ Ջենիֆեր Լոպեսը հետևում է աստղագուշակությանը եւ իր յուրաքանչյուր շաբաթը սկսվում է նրանից, որ ինքը կարդում է իր անձնական հորոսկոպը։ Ասեմ նաեւ, որ Ջենիֆեր Լոպեսը ունի անձնական աստղագուշակ, որի խորհուրդներին կուրորեն հետևում է։ Ինձ համար շատ հարմար է իմանալ, թե ինչ է պետք անել, ինչը ոչ, ինչը ինձ համար կլինի բարենպաստ, իսկ ինչը աստղերն այդ շաբաթ ինձ խորհուրդ չեն տալիս անել։ Այսպիսով ես կարողանում եմ ապրել ներդաշնակության մեջ աստղերի եւ բնության հետ, անկեղծ խոստովանում է երգչուհին։ Դեսքես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Աստղակերպով ես երկվորյակ եմ եւ ինչպես փաստում են բոլորը, իմ մեջ ապրում է երկու անձնավորություն եւ այնուամենայնիվ ինձ մարդիկ բնութագրում են որպես տոն մարդ, որովհետեւ ես միշտ փոխանցում եմ մարդկանց պոզիտիվ եւ ուրախություն։ Լիլիթ Ավդալյան։ Երևի տենց 7-րդ դասարանում եմ վարսանցիչը մեկին սիրահարվում է, սիրա հորոսկոպի նշանն ես կարդում, ոնց անես, որ իրան դուր գաս, երևի թե այդ տարիքում է սկսել։ Трескалась в нападающего?
Как банально. К твоему сведению, он ходит в драм-кружок, а еще на шахматные турниры. Էնպես չի իրական, որ ասեմ, ուրորեն հավատում եմ ամեն առավոտարդն եմ կարդում եմ այսօր ինչ է սպասվում, բայց այնպես էլ չի, որ չեմ հավատում։ Ու իրականում ես ինձ շատ ասոցացնում եմ այն ընդհանուր նկարագրությամբ իմ նշանի հետ, երկվորյակ եմ, ասում են, որ երկվորյակները իրենց մեջ պարունակում են մի քանի մարդ միանգամից։ Իրենց հետ շատ հետաքրքիր է, человек праздник, այսինքն։ Կարծում եմ կա ճշմարտություն այդ ասացի մեջ, որովհետև ինձ չեմ գովում, բայց ինձ հետ շփվող մարդիկ հաստատ չեն ձանձրանում։ Ու պահի տակ հա կարող է լինել, ասենք լինեմ շատ ծայրահեղ, սենց ուրախ, թեթև, հետո ինչ որ պահի բան լինի տխրեմ, ես դա կապում եմ իմ նշանի հետ։ Տարով ակաղաղ եմ, չգիտեմ դա ինչքանով կապ ունի, բայց չինական մշակույթի մեջ ակաղաղի տարում ծնված մարդիկ համարվում են շատ բարի, թեթև ու սենց յարկի գունավոր մարդիկ, կարծում եմ դրան էլ եմ ինչ-որ չափով համապատասխանում։ Для нас ты всегда останешься Грейси Лу Фрибуш, самой красивой, милой и классной девчонкой из всех участниц, которую мы назвали Мисс Конгениальность. Լիլիթն անկեղծ խոստովանում է, որ կյանքի ընթացքում արդեն ունի հստակ ձևավորված փոխհարաբերություններ աստղակերպի որոշ նշանների հետ։ Մաման խոյի է, պապան այծեղջուր, եղբայրս կարիճ։ Իրանց հետ ոնց որ լավ լեզու եմ գտնում։ Մենակ եղբայրս կարիճ լինելն է մի քիչ, ոնց որ բոլոր քուր եղբայրները երբեմն կռվում են։ Чего? Это я тебя убью. Не бей меня. Только не бей. Мне больно. Ай, ай. Стоп. Խեցգետինների հետ է երկվորյակը շատ լավ հարաբերությունների մեջ ու կարող եմ դա հաստատել, որովհետև ամենամոտ ընկերուհիս խեցգետինը եւ ասում են, որ համատեղելիությունը ջրհոսների հետ է։ Կարծում էի, որ այդպես է, բայց հետո բարձած չէ։ Այնպես չի, որ գնում եմ, ասենք մարդու հետ ծանոթանում եմ, ասում եմ դու հորոսկոպով ինչ ես, այդպես չի, բայց երբ որ միշտ ինչ որ լինում է, չէ՞, տենց սպա խոսակցություն, որ մեկ էլ բոլորը իրենց հորոսկոպի նշաններն են ասում։ Ինչքան էլ մարդիկ ասում են, որ չեն հավատում, ես վստահ եմ, որ հոգու խորքում բոլորն էլ իրենց ինչ որ նմանեցնում են, կապում են, հաստատ կարդացել են իրենց հորոսկոպը։ Ты телец, ты теленочек. Այդ ամենին Լիլիթ Ավդալյանը հավելեց. Իսրայելում փողոց կար, որը ամբողջովին այդ հորոսկոպի նշանների մասին էր։ Փողոցիկները ամեն մեկը այդ նշանի բանով էր ու այդ Ջեմինի նշանի տակ համ այդ ցուցանակի տակ եմ նկարվել, համ արձանների հետ եմ նկարվել։ Մեկ էլ ունեմ այսպիսի մի կարելի ասել թալիսման երկվորյակի նշանով արծաթյա այսպիսի զարդ, որը մորաքույրս եմ նվիրել։ Ես քանի որ մենակ փայլուն զարդեր եմ կրում, սա շատ չեմ կրում, բայց հաճախ ինքը ինձ մոտ լինում է ուղակի պայուսակիս մեջ։ Չեմ ասում ամեն օր կարդում եմ այսօր ինչ է սպասվում, բայց տարվա կտրվածքով օրինակ հետաքրքիր է, աստղերը ինչ են հուշում։ Համենայն դեպս, երբ որ լավ բաներ է գրված լինում, уզես չուզես մի տեսակ sense դեպի լավն է տրամադրվում։ Итак, день первый. Бойся, идущий с неба воды, плащ дождевой с собой захваты. Будет опасна твоя дорога, ты повстречаешь на ней козерога. Ամենից ամենան շարունակում էր եթերը, բոլոր նրանք, ովքեր հենց այս պայն միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաաստղային հորոսկոպների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Երբ ավելի երիտասարդ էի, հորոսկոպի, կանխատեսումներին եւ հատկապես համաստեղության նշաններին շատ լուրջ տեղ էի հատկացնում։ Տարիների ընթացքում այդ հետաքրքրությունը նվազեց, սակայն աստղակերպի նշանով մարդկանց բնութագրելու ձիրքը կարծում եմ, որ պահպանվել է առ այսօր։ Անի Բայաթյան։ Հիշում եմ, որ մենք դասարանի աղջիկներով ամեն մեկս նվերներ էինք անում ու ամեն մեկի համաստեղության նշանն էինք նվիրում, տենց ցպոչկայով ու ինձ կշերք էին նվիրել ու շատ էի սիրում կրել։ Ուզում էի որ տեսնեն, որ ես կշերք եմ, որովհետև իմ համար բավականին հավասարակշռված, բոլորի հետ հեշտ շփվող, հասկացող, ըմբռնող նշան է։ Չեմ սիրում, երբ որ մարդիկ ասում են, հա դու կշերք ես, բայց չէ, ես կշերքների հետ լավ չեմ։ Ինչի լավ չես։ Եթե կշերքի հետ լավ չես,
ես, ուրեմն դա քեզնից է։ Ես ասում ես բոլորի հետ լավ եմ, եթե դու ինձ հետ լավ չես, ուրեմն քեզնից է։ Իսկապես ես գտնում եմ թե շփման միջոց, թե բնավորության գծեր, բաներ, որոնք ինձ հետ կապ ունի, ու այդ մարդու հետ շփվում եմ։ Весы прекрасно ладят со всеми, так что извините. Но если вам трудно найти общий язык с весами, проблема, скорее всего, в вас. Օրինակ, ես որ նայում եմ տարով, ինչ եմ, դա էլ է ինձ միքսանում իմ կշեռքին։ Ես տարով ակլոր եմ ու այդ ակլորությունը ես երբեմն զգացել եմ։ Ես շատ խաղաղ, շատ հանգիստ բան, բայց մեկ էլ կարող եմ ծուղրուղու կանչել։ Դա երբեմն իմ խաղաղ վիճակին, որը բերում է հավասարակշռության օրինակ կշեռքը, իմ ակլորը կարա իմ մեջից սենց պտպտա։ Ինձ խանգարի կամ հակառակը օգնի։ Բայց այդ ծուղրուղուից հետո մեկ էլ խաղաղվում ու հասկանում եմ, որ ժամը 6-ը չէր, ինչի կանչեցիր էլի։ Իմ աղջիկս էլ է ակլոր, մեկ է ասում երկու ակլոր տանը։ Ու գիտեմ, որ կշերքները շատ ծախսել են սիրում, կշերքին գումար տաս եւ վերջ ինքը դա միջև վերջին կոպեկը կծախսի ու дրանով ինքը բավարարված կզգա իրեն։ А когда твои пальцы сжимают блестящие новенькие пакеты? О, да! О, да! О, нет! Я спустила $900. Իմ նշանը ինձ դուր է գալիս ու ես մի անգամից զգում եմ իմ դիմացինի նշանը։ Չգիտեմ, հոտառությունական է նրանից է, որ ես շատ եմ հետաքրքրվել ու կարդացել։ Իմ էներգիաներից ինչ ես զգում։ Դու ինձ թվում է շատ համառ ես քո տեսակով, շատ նպատակասլաց ես քո տեսակով, կոնֆլիկտնի չես, փորձում ես հարթել, հա, ճիշտ եմ։ Հիմա գուշակություն եմ անում։ Արյուզ ես։ Անին անկեղծ խոստովանում է, որ աստղակերպի նշանի հանդեպ հետաքրքրություն ներկայումս իր մոտ արտահայտվում է հետևյալ կերպ։ Իմ Instagram-յան էջում անընդհատ տեղադրում եմ որևիցե մեկի մեկնաբանությունը կապված համաստեղության հետ կոնկրետ իմ։ Միշտ ասում եմ կշերքներ պատրաստեք, սկսեցինք։ Какими подругами являются весы? Это самые бесконфликтные подруги, замечательные подруги. Нужно очень сильно постараться, чтобы с ними разругаться. Ինչ որ մեկի պրոգնոզը ես վերցնում եմ ու դնում եմ ու սկսում եմ դա մեկնաբանել, ուղղություն տալով էլի չեմ լրջացնում երբեք, որտեվ փորձում սենց միջինը գտնել, ոչ հավատալ դրան սենց լիարժեք, ոչ էլ չհավատալ։ Весы всегда заставят вас почувствовать себя особенно. Весы поистине лучшие друзья, которые только могут быть. Իսկ ինչպես է Անին մեկնաբանում աստղակերպի այս կամ այն նշանի ներկայացուցիչներին։ Հիմա, եթե ես հանկարծ տեսնեմ որևիցե համաստեղության օրինակ վաղվա պրոգնոզը, ես դա չեմ կարդում, ես թերթում եմ, որովհետև ոնց որ ինքը անդրադառնա իմ вրա ու ես կախում ունենամ դրանից։ Ինքը կա այդ երևույթը, բայց ես իրան տենց առանձնապես մեծ нշանակություն չեմ տալիս։ Венера правит тельцом, достижение цели через силу. Их называют соль земли. Блин, что за чушь? Եվս մեկ մասնակից մնաց ներկայացնեմ ձեր ուշադրությանը եւ ես առանց չհրաշայելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Ծնվել եմ նոյեմբերի 12-ին, այսինքն աստղակերպով կարիճ եմ եւ կարող եմ հավաստել, որ ինձ բնորոշ են բոլոր այն հատկանիշները, որոնցով օժտված են այդ աստղակերպի նշանի տակ ծնված բոլոր վառ ներկայացուցիչները։ Լայանա։ Մի փոքր բնութագրեմ կարիճներին, իմ մասին եմ խոսելու, խորհրդավոր են, շատ խորքային են, շատ խարիզմատիկ են, լիդեր են եւ կարողանում են իրենց դրսեւորել բոլոր սֆերաներում։ Կարիճների համար չկա չէ բառը։ Եթե ես ինչ-որ մի բան շատ ուզենամ, ես կարող եմ դա անել։ Հետո կարիճները իդեալիստ են իրենց տեսակով։ Դպրոցում սովորելու ժամանակ, ինստիտուտներում սովորելու ժամանակ ոչ մի կերպ չէի ասում, որ ինձ 4 նշանակ են։ Դրա արդյունքում ես ունեմ դպրոցի կարմիր ատեստատը եւ 2 բարձրագույնի կարմիր ատեստատը։ Ձեր դիպլոմը կարմիր է։ Հա, լավ չի։ Երևի գինի բան է թափվել վրան տենց կարմիրը։
Մասնագիտական եմ ասում արդեն 20 քանի տարի է ասպարեզում եմ, արդեն թույլ է տալիս դա ասել, որ եթե մի փոքր տենց միջակ ինչ որ բան լինի, ես հաստատ ուրիշ մասնագիտություն կընտրեի ժամանակի ընթացքում։ Եվ ես ուզում եմ համեմատել նաև առյուծներին այս առումով։ Առյուծը նույնպես ունի այն բոլոր իմ թվարկած հատկանիշները՝ լիդեր, իդեալիստ, մաքսիմալիստ, շատ եմ բախվել առյուծների հետ եւ անձնականում եւ գործնականում ճանաչում եմ, էլի, ոնց որ ինքս իմ հետ բախվեմ։ Այս երկու զնակները պետք է զիջեն միմյանց պարբերաբար, այլ կերպ հնարավոր չէ կոնտակտի գնալ։ Ասում են կարիճները հիշաչար են, հիշաչարությունը իմ բaragայում դրսևորվում է, եթե ես այդ մարդու հետ ավարտեցի հարաբերությունը, ինձ համար դա վերջ է եւ ինչքան էլ շփում փորձի այդ մարդը վերականգնի, ինձ համար այդ մարդը գոյություն չունի։ Забыла представить мой советник по стратегическому развитию. Толстуха. Спасибо, что отправили меня на курорт. Вы хорошо смотритесь вместе. Девочки, уходим. Ես որպես կին արդեն անդրադառնամ, անհնար է մոռանալ կարիճ կնոջը, անհնար է չնկատել եւ կարիճ կանանց հատուկ է այն, որ կարիճը կարող է շատ կոպիտ հայացքով, ինչ որ շատ գտրուկ քայլերով, միևնույն է շատ գրավիչ լինել։ Լայանան անկեղծ խոստովանում է, որ իր կյանքում եղավ մի դեպք, ավելի ճիշտ հանդիպում, որից հետո ինքը սկսեց ավելի լուրջ վերաբերվել թվագիտությանը։ Գնացի նոր համար վերցնելու, մի ցանկ համարներ են չէ տալիս ու երեքների մեջ եմ փնտրում ինչ-որ։ Երեքներով համար ընտրեցի։ Ես երբեք չեմ իմացել իմ թիվը որն է, իմ սիրած թիվը։ Հետո օրերից մի օր մի կին պարզապես նումերոլոգիայից էր խոսում, ասաց ծննդյանդ տարեդարձը երբ է, ասացի նոյեմբերի 12-ին, ասաց հա, ты у нас троечка։ Ու իրանք ասաց արվեստի մարդիկ են, ու դու երգչուհի ես, շատ խարիզմատիկ են, ասես սկսեց բնութագրել, իմ մասին էր խոսում։ Սկսեցի կարդալ եւ ուսումնասիրել երեքին բնութագրով ամեն բան եւ իսկապես համապատասխանում է։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե իր թիվը որ թվի հետ պետք է շփվի։ Բայց լինել կախման մեջ այդ թվերից, կարծում եմ սխալ է։ Гороскоп это что? Гороскоп это средство, а не цель, малыш. Այդ ամենին Լայանան հավելեց, որ ասեմ բոլոր մարդկանց մոտենում եմ ըստ իրանց նումերոլոգիայի կամ ըստ իրենց հորոսկոպի, այդպես չէ, բայց իհարկե ես հերվից հեռու զգում եմ կարիճներին, առյուծներին, գույս համաստեղության ծնված մարդկանց, տանը շփվում եմ ձկնիկի եւ աղեղնավորի հետ, երկուսի մեջ էլ երեխաներից մեջ զգում եմ թվերի արկայությունը։ Եկել է պահը ովենախորակի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Այս կամ այդ արխիվները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա ովենախորագրի հերոս։ Գյուվարքյան, Դարտանյանի Միչիկ Կոնստանտյան։ Դերասանուհի, վայ, մի րոպե։ Санта-Барбарայից է тетя? Это из Санты-Барбары. Санта-Барбарայի դնա, это же Иден. 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 Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, հավատալ, չհավատալ հորոսկոպին եւ աստղագուշակությանը, սա թերևս յուրաքանչյուր մարդու իրավունքն է անձնական ու որոշումը։ Բայց եկեք հասկանանք մի փաստ, որ աշխարհը տիեզերքի մի մասնիկն է։ Հետևաբար տիեզերքի եւ աստղերի ներազդեցությունը աշխարհի եւ մարդու վրա ուղղակի անհերքելի փաստ է։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնցներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Դե իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։